Ուրեմն ինչ գիտենք մենք նախ Սարդարապատի մասին։ Գիտենք ամեն ինչ, կարելի ասել, եւ չգիտենք ոչինչ, կասեի ես։ Ինչու եմ այդպես ասում։ Որ մենք գիտենք Սարդարապատի մասին, այն ինչի որ վերածված է Սարդարապատի մասին պատմությունը մեզանում, հա, այսպես ասենք, հա, կենացների, ոգեկոչումների, չգիտեմ, այսպես ճոռոմաբանության մակարդակում է։ Ինչպես դա մենակ Սարդարապատը չի, ինչպես բոլոր մեր կարևոր պատմական իրադարձությունների մասին սովորաբար մեզ մոտ այդ մակարդակում է։ Այդ էլի կրկնեմ կենացներ, ոգեկոչումներ, ճոռոմաբանություն, մեծ ինչ որ շռայլված խոսքեր։ Իրականում փաստացի ոչ մի բան, դատարկություն, որովհետև այդ ճոռոմաբանության հետևում բովանդակությունը բուն իմաստը դեպքերի փաստացի կորում է։ Տեսեք, ինչ մենք գիտենք։ Ուրեմն ինչ որ sense այս զորքեր հայկական անդադ նահանջում էր թուրքերը անդադ առաջ են գալիս, հետո մեկ էլ հոպ, մի հատ ինչ որ անհայտ է թե ինչա տեղի ունենում, հայ ժողովուրդը եւ հայ զորքը հանկարծ որոշում է կռվել թուրքերի դեմ, երբ որ թուրքերը արդեն եկել ասել են Էջմիածին Երևան։ Հանկարծ հայ ժողովուրդը զարթնում է, ասենց ինչ որ անհասկանալի, անսպասելի մի բան է տեղի ունենում, կարճ ասած մի հրաշք է տեղի ունենում։ Եվ այսպես էլ հաճախ ասում են, չէ, Սարդարապատի ճակատամարտը դա հրաշք է, այնպես են ասում, կարծես լավ բան են ասում։ Բայց խնդիրը հետևյալն է, նախ պատմության մեջ հրաշքներ տեղի ունենալ չեն կարող։ Չկան եւ ընդհանրապես այս սահմանման չէ կարող տեղի ունենալ, որովհետեւ պատմությունը ինչ է, դա այն է, ինչ որ իրականում տեղի է ունեցել։ Իսկ իրականությունը եւ հրաշքը իրար հակադիր բաներ են։ Դրա համար իրականության մեջ, իրապապում, այսպես ասած, պատմության մեջ հրաշք տեղի ունենալ չի կարող։ Քաղաքականապես անկախ իրենց վրա պատասխանատվություն վերցած ազգերի համար է միայն բնորոշ եւ կարեւոր ընդհանրապես իմանալ պատմագիտական ճշմարտությունները կենսական է, որովհետեւ դրա շնորհիվ իրենք ստանում են մոդելներ, որոնցով կարող են գործել իրենց ներկայում։ Իսկ դեկորատիվ հասարակությունների համար, որոնք քաղաքական պատասխանատվություն իրենց վրա չեն վերցնում կամ իրենց չեն պատկերացնում որպես իրական քաղաքական սուբյեկտ, այլ մտածում են, որ բոլոր հարցերը պետք է այսպես թե այնպես դրսի մեծ ուժերը լուծեն, իրենց համար այս ամեն ինչը կենսական չի եւ կարեւոր չի եւ դրա համար ամեն ինչ վերածվում է ճոռոմաբանության, ճառի եւ կենացի եւ հենց դրանով էլ ապացուցվում է, որ սա խորթեք է։ Դու չես պատրաստում սա կրկնել ինչ որ մի իրավիճակում, սա քո համար գործնական մոդել չի, այլ ուղղակի տնսիրո խոսակցությունների թեմա է։ Մեխանիզմը, որը մենք պետք է հասկանանք, ինքը շատ པարզ մեխանիզմ է, որը բնորոշ է ոչ միայն հայոց պատմության, ընդհանրապես համաշխարհային պատմության, ընդհանրապես բոլոր ժողովուրդների պատմությանը, եթե որովհետև բոլոր դեպքերում էլ դիմադրությունը ինքը ունի པարզ կառուցվածք։ Դիմադրության համար քեզ պետք է առաջին գաղափար, եւ այդ գաղափարը մարդկանց գիտակցությանը հասնելու գործիքներ, օրինակ քարոզչություն կազմակերպված եւ երկրորդը պետք է կամք։ Կամք, այսինքն նաեւ որպեսզի դու այդ քո գաղափարը եւ քո գործունեությունը կազմակերպված բնույթ ստանա եւ հետեւողական լինի։ Այս երկու ընդհանրապես པարզ բանն է։ Պետք է այս երկու པարզ բանն է տեղի ունեցել 1918 թվականի, չասեմ Հայաստանում, իրականում Երևանում, որտեղ Երևանն էր կենտրոնը այդ շարժման, որից ծնվեց Սարդարապատը, այս երկու པարզ բանն է տեղի ունեցել եւ դրա շնորհիվ հնարավոր է եղել այս հաղթանակը, այլ ոչ թե ինչ որ հրաշքների կամ չգիտեմ գերբնական միջամտությունների շնորհիվ։ Բայց ինչ տեղի ունեցավ Երևանում առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, եկավ մեծ հոսք արևմտահայ փախստականների։ Տվյալ դեպքում կոնկրետ վանեցիների մասին է խոսքը։ Դեպի Երևան հիմնականում վանեցիները եկան եւ վանեցիների մեծ մասը փախստականների իրանք Երևանում տեղավորվեցին կամ Երևանի շրջակայքում, որտեղ այնտեղ գիտեք, օրինակ սասունցիները Թալինում են տեղավորված, ուրիշները ուրիշ կողմեր են գնաց, բայց վանեցիները հիմնականում դեպի Երևան եկան։ Կարևոր է հիմա կհասկանանք, թե ինչի է մեզ սա կարևոր, եւ Երևանը սկսեց դառնալ այն Երևանը, որը մենք ավելի sense լավ ճանաչում ենք, այսինքն հայերի տարբեր տեղերից եկած հայերի, այսպես ասած, խառնարան։ Մի հատ կենտրոն, որտեղ տարբեր sense ասած հայեր իրար հանդիպում են, տարբեր բարբարներ եւ այլն։ Հիմա չխորնանք, բայց այդպես է Երևանը դառնում փաստացի կենտրոն Հայաստանի կամ փաստացի կենտրոն։ Եվ ինչ է նշանակում վանեցիների գալը, սա շատ կարևոր հանգամանք է, որ անմիջական կապ ունի այս Սարդարապատի ճակատամարտի հետ եւ դրան նախորդող շարժման հետ ժողովրդական։ Չէ, սա նշանակում վանեցիները այն մասն էր հայության եւ նաեւ արևմտայության, որը ուներ զինված պայքարի փորձ։ Եվ այս ժողովուրդն է, որ գալիս է Երևան այս փորձով եւ այս կազմակերպությամբ, որովհետեւ ժողովրդի հետ այստեղ է տեղափոխվում նաեւ Դաշնակցության Վանի կոմիտեն, իսկ դա Դաշնակցության 2-3 իրական գործող կոմիտեներից էր, որը իրական փորձ ուներ, կրկնեմ,
ոչ թե ընդհանրապես դաշնակցությանը, հենց Վանի դաշնակցության կոմիտեն, եւ այստեղ է Արամ Մանուկյանը ուղարկվում է Երևան, որը գիտեք Վանում է գործել ուրեմն 1900-ականների սկզբին եւ եղել է ըստ էության Վանի ժողովրդի առաջնորդ, չնայած ինքը վանեցի չէր, ինքը Ծագումը Ղարաբաղից էր, այստեղ է որպես ազգային խորհրդի ներկայացուցիչ ուղարկվում Արամ Մանուկյանը եւ այս հանգամանքներն են դառնում կարևոր կենտրոնական Սարդարապատի փաստորեն այդ ճակատամարտի նախապատրաստման համար։ Արդեն փետրվարից սկսած Երևանում սկսում է ծավալվել, այսպես ասենք, ժողովրդական շարժում։ Ինչքան որ հայկական զորքը նահանջում է ճակատում, այդքան Երևանում սկսում է եւ ծավալվում է աստիճանաբար այս շարժումը։ Ես մանրամասն չնկարագրեմ այս գրքի մեջ, որի մասին խոսացել եմ, Ադոյի գրքի մեջ, իսկական անունը Հովհաննես Տեր-Մարտիրոսյան, Հայության երկունքը սրա մասին խոսացել եմ, այս գրքի մեջ սա մանրամասն նկարագրված է եւ էլի կա գրականություն, որտեղ նկարագրված է, բայց ես ինչքան տեսել եմ ամենահասկանալի համակարգված ձևով, թեկուզ մի քիչ էմոցիոնալ է հեղինակը, բայց ամեն դեպքում համակարգված ձևով նկարագրած է, դրա համար ես չնկարագրեմ, բայց սա կարևոր է, հիշենք, փետրվարից է սկսում։ Ոչ թե երբ որ թուրքերը եկան հասան Սարդարապատ արդեն մայիսին, այլ փետրվարից դեռ Էրզրումի անկումից Երևանում սկսվում է այս ժողովրդական շարժումը։ Նշանակում շարժում, սա էլ հասկանանք, որտեղ շարժում տենց ընդհանուր բառ է։ Մի քանի բանից էլ այդ շարժումը բաղկացած։ Նախ գաղափարական քարոզչական, կար աշխատանք թերթը Երևանում այդ ամիսներին ունեն լույս տեսնող, սա հենց Վանից Երևան տեղափոխված թերթներ, հենց Դաշնակցության Վանի կոմիտեի պաշտոնաթերթներ եւ այս թերթում էր, որ սկսած հենց փետրվարից եւ ամբողջ գարնան ընթացքում 18 թվի քարոզվում է դիմադրությունը, այսինքն այն ժամանակ, երբ որ հայկական զորքը նահանջում է, հայկական սպաները, բանակը ինքը հուսալքված վիճակում է, Թիֆլիսում գտնվող այդ հայազգային խորհուրդը Աստված գիտի ինչով է զբաղվում, ստեղ Երևանում քարոզվում է, ու ամենօրյա ռեժիմով կարող ենք ասել, չնայած այդ թերթերը այն ժամանակ տենց հաճախ ռեգուլար չէին կարողանում լույս տեսնել, օրը մեջ էին եւ այլն, բայց ինչքան որ լույս էին տեսնում, ամենօրյա ռեժիմով քարոզվում էր դիմադրությունը ընդառաջ այդ թուրքական արշավանքի։ Երկրորդը կազմակերպչական մասը, ուրեմն նախ բացի նրանից, որ կամավորական ջոկատներ էին փորձում ստեղծել եւ այլն, ժողովրդական շարժում էր նաեւ հենց հանրահավաքների տեսքով։ Այ սրա մասին նույնպես քիչ են խոսում։ Ուրեմն որոշակի փուլեր է շարժումը անցնելով, գալիս արդեն հասնում է մայիսին, երբ որ թուրքերը գալիս մոտենում են Սարդարապատին, այս շարժումը, ինչպես է նույն հեղինակը Ադոն գրում է, ինքը մայիսին հասնում է արդեն իր գագաթնակետի եւ հանրահավաքների տեսքով, եւ կամավորական ջոկատների եւ գաղափարի քարոզման տեսքով։ Եվ այստեղ է նաեւ Արամ Մանուկյանի դերը նորից ասեմ, որտեղ այս շարժման փաստացի առաջնորդը ինքն է դառնում։ Սկեթրինգում այն ժամանակվա հենց Երևանի մասին է խոսքը, ոչ թե այսօրվա սկեթրինգը, այլ հենց այն ժամանակվա։ Այդ սկեթրինգում հավաքվում են եւ ուրեմն ժողովուրդը պահանջ է դնում դիմադրության, ժողովրդական տրամադրությունը դիմադրելն է։ Ասում են ուրեմն լուծում գտնել եւ մյուսը դասալիքների խնդիրը եւ պահանջում է ժողովուրդը նաեւ դիկտատոր ընտրել, դիկտատուրա։ Սա մայիսի 19-ն է, մայիսի 20-ին էլ է այս նույնը եւ մայիսի 21-ին հերթական հանրահավաքի ժամանակ ուրեմն արդեն գալիս է նաև Արամ Մանուկյանը եւ էլի եթե թույլ տակ կարդամ, սա մայիսի 21-ի մասին է, օրը անպամած էր ու թխպոտ երկնքից կարծեք մի ծանր շունչ կախվել էր իբրև սպառնալիք եւ ճնշում էր աշխարհը։ Երբեմն նոսր անձրև էր տեղում եւ նորից կտրվում եւ բնությունը եկել էր կատարյալ դարձնելու հոգեկան այն վիճակը, որ ապրում էր Երևանը այդ օրերին։ Առավոտ էր, ժողովուրդը նորից դուրս էր գալիս տներից եւ խռնվում քաղաքի գլխավոր փողոցում, ինչպես այդ հատուկ էր հղացումներով լի այդ օրերին։ Ուրեմն այստեղ գալիս է արդեն հավաքվում են այդ սկեթրինգում եւ գալիս է Արամ Մանուկյանը եւ կարճ ելույթ է ունենում։ Թշնամին մեր դրանն է հասել, վաղը կամ մյուս օրը նա կմտնի Երևան։ Ինչ կկատարվի այնուհետև հայտնի է ամենքիդ։ Կրկնություններ անելու տրամադիր չեմ եւ ոչ էլ ճառելու ժամանակ կա։ Ես եկել եմ հայտնելու ձեզ, որ թշնամին մտնել է Սարդարապատ եւ շարժում է դեպի Էջմիածին։ Ու մեզ մնում է երկու բան՝ կամ զենք վերցնել եւ դուրս գալ թշնամու դեմ, եւ կամ մնալ ու կոտորվել ոչխարի պես, որն ուզում եք ընտրեցեք։ Ով ուզում է ապրել, թող առանց րոպե կորցնելու վերցնի զենքը, վերցնի նաեւ 3 օրվա պաշար եւ իսկույն եւ այդ դիմի ուսուցչական սեմինարիայի շենքը, այսօրվա այն համասանի սև շենք կոչված Նաղբովյան փողոցի վերևին, ցուցակը գրվելու եւ այնտեղից էլ ճակատ ուղարկվելու։ Սա այս Արամ Մանուկյանի կարճառն է, որը նաեւ ժողովրդական ըստեյության առաջնորդն է, դիկտատորն է եւ փաստացի իշխանությունը ինքն է վերցնում, այդ քաղաքային խորհրդի պաշտոնական իշխանությունը
առանձին, բայց սա փաստացի իշխանություն է ժողովրդական եւ այստեղից սկսվում է արդեն կամավորների հոսքը ուղղությամբ եւ դասալիքների դեմ պայքարը եւ այստեղ կանգ առնենք, որտեվ այս արդեն գալիս է Սարդարապետի ճակատամարտը եւ այն ինչը որ տեղի է ունեցել եւ այն ինչ որ մենք համարում ենք հրաշք, հենց այս մեխանիզմով է տեղի ունեցել։ Զորքի տրամադրությունը փաստորեն մենք տեսանք ինչ ցածր տրամադրություն էր, բայց այդ տրամադրությունը փոխվում է ոչ թե ինչ որ հրաշքով, այլ շնորհիվ այս նախապես ամիսներ տևած եւ նախապատրաստված եւ կազմակերպված եւ գաղափարապես կազմակերպված պայքարի Երևանի մեջ, Երևանի ժողովուրդը այս կազմակերպված պայքարի շարժման շնորհիվ կարողանում է զորքի տրամադրությունն էլ փոխել եւ կամավորները մեկնում են ճակատ նոր տրամադրությամբ, այդ նոր տրամադրությամբ վարակում են նաեւ զորքին, այդ թվում բարձրաստիճան սպաներին եւ տեղի ունենում Սարդարապետի ճակատամարտը եւ դրա եւ հաղթանակ։ Այսինքն խնդիրը զուտ քաղաքական կամքներ, կազմակերպվածություններ, որի շնորհիվ այս հաղթանակը հնարավոր է։ Ինչ եմ սա անընդհատ ուզում շեշտել, որովհետեւ մենք մի բան պետք է հասկանանք։ Նման հաջողությունների, նման արդյունքների հնարավոր չի հասնել զուտ տարերային, այսինքն որ մենք պատկերացնենք այսենց անկապ վիճակ էր թուրքերը եկան հանկարծ ժողովուրդը ազարտեց, չէ, հանկարծ չի լինում, տարերային չի լինում, կազմակերպվածությունն է ամենակարևոր գաղտնիքը այստեղ, կազմակերպված կամքը եւ կազմակերպված նաեւ գաղափարական առումով, սա է գաղտնիքը, սա է մեխանիզմը եւ այս գաղտնիքը ու մեխանիզմը պետք է այսպես ասած վերադարձնենք մենք, պատմագիտությունը պետք է վերադարձնի մեր ժողովրդին, որպեսզի սովորացնի, որ հաջողության գաղտնիքը կազմակերպված ժողովրդական պայքարն է,